Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Եվրոպական քաղաքական միության 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Վրաստանի կառավարության տվյալներով ուկրաինական կողմի նախաձեռնությամբ անցկացված հանդիպումը կենտրոնացել է երկու երկրների միջև հարաբերությունների վրա։ Նրանց խոսքով հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ։ Արևմտյան Հայաստանում մեկնարկվեց Եվրոպական քաղաքականության միության 8-րդ գագաթնաժողովը։ Նախքան միջոցառման բացումը տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հաղորդակցություն։ Լրատվամիջոցների հետ զրույցում Կոբախիձեն ընդգծել է Հարավային Կովկասի և ընդհանրապես Վրաստանի դերը։ Նրա խոսքով Վրաստանը տնտեսական և առևտրային առումով 7 երկիր է կապում Սև ծովի հետ։ Եվրոպացի առաջնորդները քննարկել են Կովկասի, այդ թվում Վրաստանի կարևորությունն ու մարտահրավերները Եվրոպայի համար կապի առումով։ Կայա Կալլասը ընդգծել է միջին միջանցքի կարևորությունը։ Այս համատեքստում հավելել է, որ բոլորը քննարկում են, թե ինչպես դիվերսիֆիկացնել առևտրային ուղիները, նվազեցնել մեկ առևտրային ուղու փակման ռիսկերը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով պետք է նվազեցվի կոնկրետ 3 ոլորտներից, այդ թվում էներգետիկայից, չափանցած կախվածությունը և անխուսափելի է Եվրոպայում ակտիվների ավելացումը։ Ընդգծվել է, որ Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի օրակարգում գտնվող թեմաները հստակ արտացոլում են ներկայիս համաշխարհային իրավիճակը։ Ընթացիկ շաբաթ գներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունը կներկայացվի խորհրդարանի բյուրոյին։ Հաջորդիվ փաստաթուղթը կքննարկվի լիագումար նիստում։ 104 սեջանոց եզրակացությունը համաժողովի անդամները ներկայացրել են անցյալ շաբաթ։ Աշխատել են 3 ամիս։ Փաստաթուղթը նաև ուղարկվել է գործադիր իշխանությանը։ Խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը ներառում է կարճ ժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առաջարկություններ։ Հարցին արձագանքում է նաև գործարար համայնքի մի մասը։ Վրաստանի մանրածախարևտրի ասոցիացիայի անդամ ընկերությունները հայտարարում են, որ սկսում են իրականացնել ընտանեկան զամբյուղ նախաձեռնությունը, որը ենթադրում է մանրածախարևտրի ցանցերում իրենց կողմից ընտրված ապրանքների վրա հստակ արտոնյալ գնային քաղաքականության մշակման կիրառում։ Ընդդիմության կարծիքով հանձնաժողովի աշխատանքը սկզբից ի վեր ֆարս էր։ Նրանք ասում են, որ վերջերս գները ավելի են բարձրացել նվազման փոխարեն։ Եզրակացությունը չի հաստատվում ժողովրդի ուժով։ Նրանք ասում են, որ փաստաթուղթը չի արձագանքում կառավարության կողմից հայտարարված մարտահրավերներին։ Տեղի ունեցել 2007 թվականի նոյեմբերի 7-ին ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության վրա կատարած ապստամբության և կողոպուտի մեջ մեղադրվող Միխայիլ Սաակաշվիլիի հաջորդ դատավարությունը։ Հարցաքննվել է ԿՈՒԴ-ի նախկին աշխատակիցը։ Նա խոսել է հանրահավաքի վրա կատարած ապստամբության դաժանության և ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության վրա կատարած ներխուժման մանրամասների մասին, որից հետո Սաակաշվիլին քաղաքական հայտարարություններ է արել և պատասխանել Նիկա Մելիայի նամակին։ Միացյալ Նահանգները երկուշաբթի առավոտյան կսկսի նավերի անվտանգ դուրսբերումը Հորմուզի նեղուցից և սա կլինի մարդասիրական ժեստ Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի երկրների և հատկապես Իրանի կողմից, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև քննարկումներ են ընթանում, որոնք կարող են շատ դրական արդյունք ունենալ։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցում մնացած նավերի և անձնակազմի մեծ մասը հանգամանքների զոհեր են և նավերը գտնվում են այն տարածքներից, որոնք ոչ մի կերպ չեն մասնակցում Մերձավոր Արևելքի հակամարտությանը։ Իրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի սպառնալիքներին, ասում է Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակը։ Էսմայիլ Բաղեիի խոսքով Իրանը մնում է Հորմուզի նեղուցի պահապանը և նավերն ու նավահանգստության ընկերությունները լավ գիտակցում են, որ անվտանգության ապահովումը պահանջում է համակարգում Իրանի կառավարության իրավասու մարմինների հետ։ Բաղեն ասել է, որ իրավունքի գերակայունությունը պահպանող երկրները որևէ պատճառներ չունեն հաշվի առնել Միացյալ Նահանգների անօրինական գործողությունները։ Նրա հայտարարություններից առաջ Իրանի զինված ուժերը հայտարարություն էին տարածել, որ նշվում է, որ եթե ամերիկյան ուժերը մտնեն Հորմուզի նեղուց, նրանց վրա հարձակում
կգործեն։ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ եւ նրանք իրենք են ապահովում անվտանգ անցումը։ Կրեմլը մտահոգված է Վլադիմիր Պուտինի դեմ հնարավոր դավադրության եւ հնարավոր հարձակումների մասին, այդ թվում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Ասվում է ԱՄՆ-ի երկրներից մեկի հետախուզական զեկույցում, որը հրապարակվում է CNN-ի եւ Financial Times-ի կողմից։ Տվյալների համաձայն Պուտինի անվտանգությունը արդեն ուժեղացվել է։ Մասնավորապես Դաշնային անվտանգության ծառայությունը խստացրել է նախագահական վարչակազմում ստուգումները, սահմանափակել Պուտինի տեղաշարժը եւ ըստ էության նրան տեղափոխել են պաշտպանված բունկերներից աշխատելու ռեժիմի։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահը այլևս չի այցելում Մոսկվայի մարզում եւ Վալդոյում գտնվող բնակավայրեր։ Զուգդիդիում 7 նորակառույց շենքի բնակարաններ կհանձնվեն 1700 տեղահանված ընտանիքի։ Շինարարությունը կավարտվի 2027 թվականի գարնանը։ Նախագծի արժեքը գերազանցում է 191 միլիոն լարին։ Նախատեսվում է բարելավել արտաքին ենթակառուցվածքները։ Բնակելի համալիրի բակում կկազմակերպվեն մարզադաշտ, մանկական խաղահրապարակ եւ մարզասրահներ։ Զուգդիդիին զուգահեռ տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրներ են կառուցվում նաև Թբիլիսիում, Ռուսթավիում եւ Բորժոմիում։